Վազգեն Սաղաթելյանի և անժամկետ հացադուլի մեջ գտնվող Վազգեն Սաղաթելյանի։ Անտիֆեյք-ի թիմը այս պահին հացադուլ դատական ապօրինության դեմ խորագրով ակցիա է իրականացնում բարձրագույն դատական խորհրդի մոտ։ Անտիֆեյք-ի հիմնադիր Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի որոշման առնչությամբ։ Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը հունվարի 9-ից արդեն 7 օր է անժամկետ հացադուլի մեջ է։ Հավելենք նաև, որ նա տեղափոխվել է պատժախոց և այժմ հացադուլն անցկացնում է պատժախցում, քանի որ, ինչպես նրա պաշտպանն է փոխանցում, Արմավիր քրեակատարողական հիմնարկից հայտնել են, որ այդ քրեակատարողական հիմնարկում չկա մեկ այլ խոց, որտեղ նա կարող է հացադուլն անցկացնել։ Հիշեցնենք, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ապօրինի կալանավորված են արդեն 63 օր։ Անտիֆեյք-ի թիմը նախօրեին բողոքի ակցիաներ է իրականացրել և հրատապ նամակներ հանձնել Հայաստանում օտարերկրյա դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին, ԱՄՆ դեսպանին, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Իտալիայի, Ֆրանսիայի, Կանադայի դեսպանատներին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ 3 ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ, մեդիա գործիչներ, քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքը։ Ի պատասխան դատարանի որոշման հենց դատական նիստում Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ հայտարարեց։ Եվ նա այժմ ամենօրյա սկզբունքով հանդես է գալիս հրապարակային հոդվածներով, որտեղ ներկայացնում է, թե ինչու է հացադուլ իրականացրել և այն ապօրինությունները, այն բռնաճնշումները, որ այժմ ըստ նրա կան դատական համակարգում։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բիրտ ուժ կիրառելով ձերբակալել էին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։ Իրավապահները նրանց տներում վաղառավոտյան խուզարկություններ էին իրականացրել և անգամ թույլ չտալով նրանց իրավապաշտպաններին, որպեսզի ներկա լինեն քննչական գործողություններին։ Այնուհետև նրանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելով ձեռքները ոլորած, գլուխները կախ ձերբակալել էին։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն հաղորդակցման միջոցների օգտագործման հոդվածի հատկանիշներով, իսկ Նարեկ Սամսոնյանի դեպքում հետույք բառն օգտագործելու համար։ Տղաների դեմ հաղորդում ներկայացրել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Պատճառը նոյեմբերի 10-ի թողարկումն էր, որտեղ անդրադարձել էին Ազգային ժողովի նախագահի վիրավորանքներին, իսկ առիթը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էր փոդքասթի հեղինակներին։ Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանի հասցեին վիրավորական արտահայտություններ արել, նրանց անվանելով շան լակոտներ։ Տղաներն էլ արձագանքել էին Սամսոնյանի վիրավորանքներին։ Նշենք նաև, որ նույն օրը իրավապահները գործողություններ էին իրականացրել նաև Անտիֆեյք-ի լրատվական կայքում, առգրավելով լրատվական գործունեության իրականացման համար ամբողջ տեխնիկան։ Բայց շուրջ մեկ ամիս առաջ քննչական կոմիտեն վերադարձրել էր Անտիֆեյք-ի լրատվական կայքի տեխնիկայի մի մասը։ Այս ընթացքում նշենք, որ Անտիֆեյք-ի թիմը, ինչպես նաև քաղբանտարկյալ անժամկետ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի կինը բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել, ուղերձներ հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին։ Այժմ լսենք Դավիթ Ֆիդանյանին, որպեսզի նա ներկայացնի այսօրվա բողոքի ակցիայի նպատակը։ Նախ խորագիրը կբացատրեք, ինչու հացադուլ։ Տեսեք, ընդհանուր օրեր առաջ, ինչպես բազմաթիվ անգամ է նշվել, փաշինյանական ռեժիմի կցորդ հանդիսացող դատարանը ապօրինաբար երկարացրեց քաղաքական բանտարկյալներ Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքը, և Նարեկ Սամսոնյանը ինքը
հայտարարեց հենց դատարանի դահլիճում անժամկետ հացադուլ, ընդվզելով եւ իր բողոքը արտահայտելով տեղի ունեցածի վերաբերյալ։ Ինչու հացադուլ, որտեղ Նարեկ Սամսոնյանը այսօր գտնում է անժամկետ հացադուլի մեջ եւ մեր բոլորիս պարտքն է սատար կանգնել նրան, նրա պայքարի նպատակներին եւ մենք պետք է բոլորով ամեն ինչ անենք, որպեսզի թե նա, թե Վազգեն Սահաթելյանը եւ թե առհասարակ մնացած բոլոր քաղաքական բանտարկյալները, որոնք առկա են այսօր Հայաստանի Հանրապետությունում, ազատ արձակվեն եւ ինչպես բազմիցս մենք նշել ենք, մեր անտիֆեյքի թիմը շարունակում է բողոքի միջոցառումներ իրականացնել տարբեր գերատեսչությունների առջև, հա, մենք անցնող օրերին միջազգային բազմաթիվ գերատեսչությունների առջև էինք հավաքվում, այսօր հայաստանյան պատկան մարմնի ներկայացուցչության առջև ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք առաջին հերթին դատաիրավական համակարգում այս խայտառակ ապօրինությունների համատեքստում, որովհետև այսօր այս համակարգը, հա, դատական համակարգ ասվածը դարձել է ընդհանուր կամակատար իշխող վարչախմբի ձեռքին։ Եվ սորներում այն մարդկանց նկարներն են, ովքեր ապօրինություն են գործել Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի նկատմամբ, դա առհասարակ սրանք քաղաքական ուրեմն գործերով դատավորների նկարներն են։ Կոնկրետ այն անձինք են, ովքեր ապօրինություն են գործել Սամսոնյանի եւ Սահաթելյանի նկատմամբ եւ այդ անձինք նաեւ հայտնի են այլ քաղաքական դատավարությունների շրջանակներում աղմկահարույց պատմություններով։ Քիչ առաջ փաստաբան Ռուբել Մելիքյանը տեղեկացրել է, որ Նարեկ Սամսոնյանի մոտ հացադուլի արդյունքում առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ կասեք այս ամենի մասով։ Մանրամասնություններին այս բան ես չեմ տիրապետում, բայց կասեմ հետևյալը, որ Նարեկ Սամսոնյանի հացադուլի արդյունքում բնականաբար ինչ-որ մի պահից կարող էին առաջանալ որոշակի խնդիրներ, որովհետև հացադուլը մենք ինքներս պատկերացնում ենք, թե ինչ բան է եւ ինչպիսի հետևանքներ է ունենում մարդու առողջության եւ նրա կենսկերպի վրա։ Այս շարունակական կալանքի նպատակը ի վերջո ո՞րն է։ Ինչ են ցանկանում։ Շարունակական կալանքի նպատակը դա պատժելն է սեփական քաղաքական դիմախոսներին, որովհետև մենք ֆիքսում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին առկա է մի իշխանություն, որը որ չի հանդուրժում այլակարգությունը, չի հանդուրժում ազատ խոսքի կամ արտահայտումը եւ Իմնեմնիմի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Սամսոնյանի, Սահաթելյանի հետ տեղի ունեցածը դա ոչ միայն անտիֆեյքի նկատմամբ կամ իրենց նկատմամբ գործողություններ, որի նպատակը լրացնելն էր, հա, այլ դա ուղերձ է առհասարակ ԶԼՄ-ներին, որ Հայաստանը թևակողում է մի փուլ, որտեղ զանգվածային լրատվամիջոցները հստակ թիրախավորվում են գործող իշխանությունների կողմից։ Բայց մենք հիմա դուք եք այստեղ ակցիա եք անում եւ կարծես առաջին օրը չի ձեր նկատմամբ ինչ-որ գործընթաց չկա, այ ուզում եմ հասկանալ ինչու հենց Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը։ Նախ ես ինքս էլ էի ձերբակալվել այդ օրը։ Ինչու Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը, որովհետեւ նրանք պատասխանել էին ոդքասթի շրջանակներում ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Բոլորս դրա մասին գիտենք, տեսել ենք։
Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն նշեցինք, Anti-Fake-ի թիմը այս պահին հացադուլ դատական ապօրինության դեմ խորագրով բողոքի ակցիա է իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի մոտ։ Հետևենք ակցիայի ընթացքին։ Եվ մենք ինչպես բազմիցս նշել էինք, Anti-Fake-ի թիմը շարունակում է իր բողոքի միջոցառումները Երևանի փողոցներում տարբեր գերատեսչությունների շենքերի առջև։ Այսօր մենք հավաքվել ենք Բարձրագույն դատական խորհրդի առջև, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք Հայաստանի Հանրապետությունում տեղ ունեցող շարունակական ապօրինությունների այն է իշխող ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշումների համատեքստում։ Ընդամենը օրեր առաջ մենք ֆիքսեցինք, որ Փաշինյանական վարչախմբի կցորդ հանդիսացող դատարանը հերթական ապօրինությունը թույլ տվեց, երկարաձգելով Իբնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սահաթելյանի ապօրինի կալանքը։ Նարեկ Սամսոնյանը հենց դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլ և այսօր հացադուլի 8-րդ օրն է։ Իբնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սահաթելյանը կալանավորվել են այն բանի համար, ինչպես բազմիցս մենք նշել ենք, որ պատասխանել են ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Իսկ կոնկրետ Նարեկ Սամսոնյանը կալանավորվել է այն բանի համար, որ ընդհանրապես արտաբերել է հետույք բառը։ Իրոքից սա զավեշտ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում փաստացի կա քաղաքական բանտարկյալ, ով ընդհանրապես արտաբերել է հետույք բառը և դրա պատճառով կալանավորվել է։ Եվ ավելին, Նարեկ Սամսոնյանը այս պահին գտնվում է անժամկետ հացադուլի մեջ և ավելին, նա իր հացադուլը անցկացնում է պատժախցում։ Սա չլսված և չտեսնված բան է և խայտառակ ապօրինություն և մարդու իրավունքների կոպտագույն խախտում։ Երբ հացադուլավոր անձնավորությանը, այն էլ քաղաքական բանտարկյալին, փոխանակ ապահովեն հացադուլի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ, որևէ բան չեն անում այդ ուղղությամբ և ավելին նրան տեղափոխում են պատժախոց։ Եվ մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր բողոքը արտահայտենք հենց այդ հարցերի շուրջ։ Մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր բողոքը արտահայտենք Հայաստանում խայտառակ դատաիրավական համակարգի համատեքստում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը դարձել է իշխանությունների կամակատար։ Դատական համակարգը այսօր դարձել է իշխանությունների կողմից ըստ էության ռեպրեսիվ մեքենայի մի մաս, այն էլ ամենակարևոր մասերից մեկը, և մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր բողոքը արտահայտենք հենց այդ համատեքստում։ Հայաստանի Հանրապետությունում մենք այսօր ֆիքսում ենք, որ կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, ովքեր կալանավորված են իրենց քաղաքական խոսքի, իրենց ընդդիմադիր կեցվածքի և իրենց քաղաքական կողմնորոշման համար։ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նշեցի, կալանավորված են մեդիա դեմքեր, մեդիա գործիչներ, Իբնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սահաթելյանը, իսկ Նարեկ Սամսոնյանը, ինչպես նշեցի, գտնվում է այս պահին անժամկետ հացադուլի մեջ։ Վստահաբար բոլորը գիտակցում են, թե ինչ է նշանակում հացադուլ ասվածը և բոլորը գիտակցում են, թե ինչ է նշանակում հացադուլի ազդեցությունը հացադուլ հայտարարած կալանավորի առողջության վրա։ Եվ մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության
իշխանությունները դատաիրավական համակարգը գործուն քայլեր իրականացնեն քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի պահանջի, այն է անհապաղ ազատ արձակման համատեքստում։ Աստված մի արասը Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի վատացման եւ նմանատիպ երևույթների պարագայում պատասխանատվությունը կրելու է ոչ միայն իշխանությունն, այլև դատաիրավական համակարգը։ Եվ մենք փաստում ենք, որ մենք շարունակելու ենք մեր բողոքի միջոցառումները տարբեր գերատեսչությունների առջև բարձրաձայնելու քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անհապաղ ազատ արձակման պահանջը, բարձրաձայնելու իմ ոդքասթի համահեղինակներ Սամսոնյանի, Վազգեն Սահաթելյանի դեմ տեղնուցող ապօրինությունները, պահանջել նրանց ազատ արձակումը եւ պահանջել առհասարակ Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Հարգելի լրագրող ընկերներ, սիրելի քաղաքացիներ, ընթերցում եմ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրատապ գրառումը, որը կատարվել է մի քանի րոպե առաջ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն նահազանգում է։ Քաղաքբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա է առողջական լուրջ խնդիր, որը հացադուլի հետևանքների հետ զուգորդված լուրջ ռիսկեր է պարունակում։ Քիչ առաջ տեսակցեցի Նարեկին, հիմա էլ պատրաստվում եմ խոսել բանտային բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ։ Քիչ անց ուղիղ եթեր։ Սա րոպեներ առաջ կատարված գրառում է։ Նարեկ Սամսոնյանը արդեն 8 օր հացադուլի մեջ է։ Ավելի քան 1 շաբաթ։ Նարեկ Սամսոնյանը ավելի քան 2 ամիս ապօրինի կալանքի տակ է։ Պահանջը հստակ է՝ անհապաղ ազատ արձակել ապօրինի կալանքից։ Մենք այսօր Բարձրագույն դատական խորհրդի առաջ ենք հստակ պահանջներով։ Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանում դատական համակարգի անկախության պատասխանատու մարմինն է։ Դատավորների վարքագծի պատասխանատու մարմինն է։ Բայց մենք չենք տեսնում ոչ անկախ դատական համակարգ, ոչ էլ պատասխանատու վարքագծով դատավորներ։ Այսօր դատական համակարգի սխալների հետևանքով եւ ապօրինությունների հետևանքով արդեն այսօրվա դրությամբ մարդու առողջությանը եւ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ Սա դատական համակարգի սխալի հետևանքն է։ Սա դատական ապօրինության շարունակականության արդյունք է։ Բարձրագույն դատական խորհրդի հարգելի անդամներ, սիրելի քաղաքացիներ, Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ է ոչ այն պատճառով, որ անձնական հարց է փորձում լուծել, ոչ էլ այն պատճառով, որ պատրաստ չէ կրել բանտային կալանք։ Խնդիրը հետևյալում է. մարդը Հայաստանում չպետք է ապօրինի հետապնդման ենթարկվի խոսքի համար։ Մարդը չպետք է քաղաքական հետապնդումների ենթարկի երկակի ստանդարտներով։ Եթե համարում եք, որ Նարեկ Սամսոնյանի հետույթ բառը ասելու արարքում առկա է հանցակազմ, ապա անհապաղ պետք է կալանավորվեն բոլոր այն իշխանության ներկայացուցիչներն, ովքեր ավելի լկտի բառապաշարով ելույթներ են ունենում ամենաբարձր ամբիոններից։ Պետք է կալանավայրում լինի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը եւ տասնյակ այլ անուններ, որոնք պաշտպանվել են իրենց պատգամավորական եւ այլ տեսակի անձեռնմխելիության տակ եւ իրենց թույլ են տալիս ամենավերջին լկտի բառապաշարը, բայց այդպես էլ իրենց որևէ արարք հետևանք չի ունենում։ Ովքեր են կալանավորվում, մեդիագործիչներ, ովքեր որ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո միանգամայն պաշտպանված են խոսքի ազատության այն արտահայտությունների համատեքստում, որոնք իրենք հնչեցնում են փոդքասթի համատեքստում։ Եթե տեղյակ չեք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 13-ին, մի քանի բառով շատ հակիրճ ասեմ։ Նոյեմբերի 13-ին Հայաստանում տեղի ունեցել խայտառակություն ուղղված մեդիագործիչների եւ անկախ լրատվամիջոցի դեմ։ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բնակարանները խուզարկելուց եւ նրանց ձերբակալելուց հետո խուզարկությունն են իրականացրել Anti-Fake HM-ի գրասենյակում, առգրավել ողջ տեխնիկան, որի մեծ եւ կարեւոր մասը մինչ օրս վերադարձված չէ։ Այդ գործողությունը հետապնդել է մեկ նպատակ՝ դադարեցնել իմ փոդքասթը, լռեցնել Նարեկին եւ Վազգենին, դադարեցնել անկախ Anti-Fake HM-ի գործունեությունը։
Ձերբակալություններով իրադարձությունը չի սահմանափակվել, հետապնդումը։ Նույն օրը Նարեկին եւ Վազգենին տարել են կալանավորման։ Դատական հերթափոխները պատահականությամբ, ճակերտավոր պատահականությամբ փոխփոխելով Նարեկ Սամսոնյանի կալանքի քննությունը մակագրվել է անաչառ դատավոր Մասիս Մելքոնյանին, իսկ Վազգեն Սաղաթելյանի կալանքի քննությունը մակագրվել է դատավոր Ռոման Սմբատյանին։ Երկուսն էլ բնականաբար գործել են անաչառ եւ երկամսյա կալանք են տվել Նարեկին եւ Վազգենին։ Նախաքննության ընթացքում հնարավոր բոլոր եղանակներով, որը հնարավոր է իրականացնել քաղաքական հետապնդման համատեքստում, պատժիչ գործողություններ են իրականացրել Նարեկի եւ Վազգենի նկատմամբ։ Այնուհետև գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Դատավարությունը բոլորի աչքի առաջ էր։ Փաստաբաններն իրենց փաստարկներով ջախջախում էին հանրային մեղադրողի իբրև հնչեցված իրավական փաստարկները, որոնք հիմք էին իբրև հանդիսանում Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու համար։ Բայց դուք բոլորդ հիշում եք, Նարեկ Սամսոնյանի ելույթը դեռ չավարտած, դեռ չէր հասցրել նստել, դատավոր Մանվել Շահվերդյանն էլ դեռ չէր հասցրել շունչ քաշել, վայրկյանների ընթացքում հայտարարեց. երկարացնում եմ կալանքը եւս 3 ամիս ժամկետով։ Իսկ ինչի մասին էր այս գործը։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հանդգնել էին պատասխանել, արձագանքել ազգային ժողովի նախագահի վիրավորանքներին։ Ազգային ժողովի նախագահը շան լակոտներ էր անվանել ոդքասթի հեղինակներին իրենց հեղինակային հաղորդման ընթացքում հնչած քննադատական կարծիքների համար։ Եվ ոդքասթի հերթական թողարկման ընթացքում նրանք հանդգնել էին պատասխանել Ալեն Սիմոնյանին, որի ընթացքում Վազգեն Սաղաթելյանը համարժեք պատասխաններ էր հնչեցրել նրան, իսկ Նարեկ Սամսոնյանն օգտագործել էր ընդամենը հետույթ բառը։ Եվ փաստացի ունենք մի իրավիճակ, որ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին իրենց հանդգնության համար չլռելու, քննադատելու սպառնում է 5 ամսվա կալանք։ Ինչպես կարող է մարդը համակերպվել այս ապօրինության շղթայի հերթական դրսևորման հետ, նստել, համակերպվել եւ սպասել։ Ոչ Նարեկ Սամսոնյանը, ոչ անտիֆեյքի թիմը, ոչ մեր համակիրները պատրաստ չենք համակերպվել, լռել եւ սպասել։ Նարեկ Սամսոնյանն արել է իր քայլը, ապօրինության դեմ, հայտարարել է անժամկետ հացադուլ։ Այսօր արդեն հացադուլի 8-րդ օրն է։ Բնական է, որ հացադուլը առաջացնում է համապատասխան հետևանքներ։ Բայց հացադուլով միայն իրավիճակը չի ավարտվում։ Փաստորեն պարոն Մելիքյանը զգուշացնում է, ահազանգում է, որ նաև առկա է առողջական լուրջ խնդիր, որը հացադուլի հանգամանքի հետ մեկտեղ կարող է լուրջ վտանգ սպառնալ կյանքին եւ առողջությանը։ Հարգելի բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատական համակարգի անկախությունը ձեր պատասխանատվության տիրույթում է։ Դատական ապօրինություններ թույլ չտալը ձեր պատասխանատվության տիրույթում է։ Ձեր լռությունը հավասարազոր է պատասխանատվության։ Դուք չեզոքություն չեք դրսևորում, դուք պատասխանատու եք։ Քայլեր ձեռնարկեք անհապաղ դադարեցնելու այս դատական ապօրինությունն ու ի կատար ածելու Նարեկ Սամսոնյանի պահանջը, այն է անհապաղ ազատել իրեն ապօրինի կալանքից։ Հակառակ դեպքում ոչ միայն քաղաքական իշխանությունները, ոչ միայն համապատասխան որոշում կայացրած դատավորը, ոչ միայն դատախազ Հայկ Ավետյանը, այլ նաև դուք եք պատասխանատու Հայաստանում տիրող դատական ապօրինությունների հետևանքով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի համար։ Ազատություն, 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 ազատություն։ Հարգելի լրագրողներ, մենք այսօր բերել ենք նաև խորհրդանշական արդարադատության կշեռքը, որը թերևս պատկերն է այսօր առկա Հայաստանում առկա դատական համակարգի։ Տեսնում եք, թե հավասարակշռության նժարը որ կողմն է թեքված։ Մենք ընդհանրապես պահանջում ենք ոչ թե լավություն անել ինչ-որ մեկին, ոչ թե, չգիտեմ, ինչ-որ ձեր գործառույթներից դուրս գործողություններ կատարել, ընդհանրապես պահանջում ենք, որ գործեք Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, այդքան բան։ Հակառակ դեպքում այս ողջ Նարեկ Սամսոնյանի կյանքին սպառնացող եւ առողջությանը սպառնացող վտանգի պատասխանատվությունը նաեւ ձեզ վրա է։
գործեք սահմանադրությանի եւ օրենքներին համապատասխան։ Կրկին պահանջում ենք անհապաղ դադարեցնել դատական ապօրինությունն ու կատարել Նարեկ Սամսոնյանի պահանջը հացադուլը դադարեցնելու համար։ Այժմ կպատասխանենք լրագրողների հարցերին։ Տիկին Մաթևոսյան ըստ էության Ռուբեն Մելիքյանը ահազանգ հնչեցրեց, ինչ է կարծում, ինչու ձեր բարձրացրած հարցը ձայնը տեղ չի հասնում դեռևս։ Ակնհայտ է թե ինչու տեղ չի հասնում, որովհետև մենք գործ ունենք ոչ թե դատական գործընթացի, այլ դատական ֆարսի հետ։ Եվ նոյեմբերի 13-ից սկսած ողջ գործընթացը դրա մասին է։ Մեկ արարով չի հաստատվել, դա 2-3 արարով չի հաստատվել, դա ամեն օր է հաստատվել։ Որ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, ոչ թե դատավարության ընթացքի, այլ դատական ֆարսի հետ։ Սա քաղաքական պատվեր է։ Դատական համակարգը ցավոք սրտի ոչ միայն այս գործով, այլ բազմաթիվ այլ գործերով դարձել է քաղաքական գործիք։ Կալանքները դատարներում դարձել են պատժիչ գործողություններ ընդդեմ քաղաքական ընդդիմախոսների։ Կալանքն այլևս ոչ թե հանցագործներին համար պատասխան ազատությունը սահմանափակող մեխանիզմ է, այլ պատժիչ գործողություն է նրանց նկատմամբ։ Մենք գործ ունենք այս գործընթացի հետ, ինչի հետ համակերպվել ոչ մենք, ոչ Նարեկ Սամսոնյանը, ոչ էլ վստահ եմ Վազգեն Սաղաթելյանը չենք պատրաստվում համակերպվել։ Ակցիաների ժամանակ մի քանի նամակ փոխանցեցիք, պատասխան ստացել եք։ Մենք պատասխան ենք ստացել Եվրոպական միության Հայաստանում ներկայացուցչության դեսպան Վասիլիս Մարագոսից, ով ինչպես նախորդ անգամ իր պատասխանում գրել էր, որ Հայաստանում դատավարական գործընթացներն իշխանությունների ներքին գործն են, բայց մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես նախկինում դատական գործընթացները Հայաստանի իշխանությունների ներքին գործը չէին։ Ինչպես էր Սվիտալսկին, ԵՄ դեսպան նախկին, գնում մասնակցում տարատեսակ դատավարությունների, գնում բանտախցերում այցելում մարդկանց։ Այդ ինչպես ստացվեց, որ մի քանի տարի առաջ դա Հայաստանի իշխանությունների ներքին գործն էր, հիմա ներքին գործը չէր, հիմա ներքին գործն է։ Նաև նշվել էր, որ իրանք կոնկրետ այս մեր բարձրաձայնած հարցով կապի մեջ են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Ասեմ, որ մենք չենք դիմել մարդու իրավունքների պաշտպանին, որովհետև համարում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանը վաղուց չի սպասարկում Հայաստանում մարդու իրավունքների Հայաստանի քաղաքացիների իրավունքները, այլ զբաղված է Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանությամբ։ Մենք չգիտենք ինքը ինչ է փոխանցում ԵՄ դեսպանին եւ եվրոպական մնացած պետությունների դեսպանություններին կամ միջազգային այլ կազմակերպություններին։ Մենք ոչ էլ ցանկանում ենք իմանալ։ Մենք այն ինչ համարում ենք ճիշտ եւ արդար բարձրաձայնում ենք եւ մենք մեր նամակում մանրամասն շարադրում ենք, թե ինչ է տեղի ունեցել այս ամբողջ դատական նախաքննական ընթացքում։ Այսօր բարձրագույն դատական խորհրդի դիմաց եք, կարծում եք, որ բարձրագույն դատական խորհուրդն է այս նկարներում պատկերված դատավորների վրա ազդեցություն ունենալու, թե ուղղակի չի կարողանում պատշաճ կերպով պաշտպանել, որպեսզի իրենք անկախ լինեն։ Ինչն է պահանջը հենց բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում ըստ իր գործառույթների դատական համակարգի անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմինն է։ Դատավորի վարքագծի համար պատասխանատու մարմինն է։ Մենք ակնկալում ենք, որ իրենք ապահովեն համապատասխան միջավայր, որպեսզի դատավորները կարողանան գործել անկախ, որպեսզի դատավորները կաշկանդված չլինեն իրենց վրա առկա տարատեսակ քրեական գործերով, օրինակ, տարատեսակ շանտաժի մեխանիզմներով։ Իրենք պատասխանատու են, իրենք դա պետք է անեն, մեր պահանջը հստակ է։ Ապահովեք համապատասխան միջավայր, որպեսզի դատավորները կարողանան անկախ գործել եւ արդարադատություն իրականացնել, ոչ թե քաղաքական համակարգի կցորդը դառնան եւ գործիք դառնան։ Մենք չգիտենք հիմա այս կոնկրետ դատավարության ընթացքում ինչ մեխանիզմներ են գործել։ Բայց դա մեր խնդիրը չէ, դա իրենց խնդիրն է բացահայտելը։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել արդեն այս գործընթացի հետ կապված, թող ուսումնասիրեն, գործընթաց սկսեն։ Այո, մամուլում հրապարակում է եղել, խնդրում եմ ծանոթացեք։ Դուք որևէ ուսումնասիրություն եղել եք այդ մամուլի հրապարակման հետ կապված, որ նրա դեմ որևէ գործընթաց է իրավական սկսվում եւ այս որոշումն էլ պայմանավորում են հենց այդ հանգամանքով։ Մամուլում եղել է համապատասխան հրապարակում, ես չեմ կարող դրա հավաստիության մասին հստակ կարծիք ասել, դուք ինքներդ կարող եք դա ուսումնասիրել։ Տիկին Առաքելյան, ինչպես եք գնահատում տեղի ունեցողը, դուք բազմաթիվ ուղերձներ հղեցիք նաև եվրոպական կառույցների ղեկավարին, արդյոք արձագանքներ կան թե ոչ։
Արձագանքների մասով չեմ կարող որևիցե բան ասել, որովհետև ինչ որ կա հրապարակայնացվում եմ։ Մենք գործ ունենք արդեն Հայաստանում ոչ թե ավտորիտար իշխանության հետ, այլ տոտալիտար իշխանության հետ, այստեղ թույլատրելի է ամեն ինչ, բացի քաղաքականությամբ զբաղվելը, որովհետև տեսնում եք, որ քաղաքականությամբ զբաղվում են ընդդիմադիր դիրքերից, այդ մարդիկ հետապնդվում են, կալանավորվում են, իսկ ընդդիմադիր խոսքի մասին էլ չասեմ, որ քաղաքական ոդկաստ վարող մարդիկ ընդդիմադիր քննադատության համար ենթարկվում են պատժի, սա ոչ արդարադատության իրականացում է, ոչ այլ ինչ, այլ պարզապես սա պատիժ է ու այս իշխանությունները որևիցե բանով չեն կաշկանդվում, ոչ իրենց կաշկանդում է միջազգային հանրությունը, ոչ իրենց կաշկանդում է միջազգային իրենց պարտավորությունները, որոնց տակ իրենք ստորագրել են։ Այսինքն իրենք անում են այն, ինչ այդ պահին իրանց հարկավոր է, իրանք ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում ոչ մարդու իրավունքների պաշտպանության վրա, իրանց անգամ չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության վարկ անունը, հեղինակությունը, այսինքն մենք ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու ենք, որտեղ եթե ժողովրդավար երկիր լինեինք, գործեր պարզագույն իշխանությունների տարանջատման սկզբունք, իսկ այսօր մենք բազմիցս տեսնում ենք, որ եւ գործադիրը, եւ օրենսդիրը, եւ դատական իշխանությունը պատկանում է մի մարդու, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Տեսակցել Նարեկ Սամսոնյանը։ Իմ տեսակցությունների իր փակեղած ժամանակ ես տեսակցել եմ իրեն, բայց այս ընթացքում հացադուլից հետո իրեն չեմ հանդիպել։ Իր հետ սահմանափակվում են հեռախոսային խոսակցություններով, որոնց ընթացքում ինքն ասում է, որ լավ է, բայց բնական է, որ լավ չի։ Ինքը երբեք չի բողոքել եւ երբեք չի էլ բողոքի ոչ իր առողջական վիճակից, ոչ իրավիճակից, ոչ էլ որևիցե բանից, բայց իրեն շատ լավ իմանալով անգամ իր ձայնի ինտոնացիան բավական է հասկանալու իրական իրավիճակը։ Այս աբսուրդի տակ ստորագրող մարդկանց խղճից եմ ուզում, որովհետև աննկարագրելի է, թե ոնց են իրենք կարողանում այս ամեն ինչը գլուխ բերել ու հանգիստ քնել։ Չգիտեմ, եթե միգուցե իրանց ավելի վատ ապագա է սպառնում դրա համար են սրա տակ ստորագրում, չեմ կարող ասել, բայց եթե իրենք ստանձնել են դատական իշխանություն կրողների դերը, ապա իրենք պետք է պատրաստ լինեն իրականացնել արդարադատություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ու իշխանավորները պետք է վախենային դատական իշխանությունից, ոչ թե դատական իշխանությանը թելադրեն, թե ինքը ինչպես իրականացնի իր արդարադատությունը։ Այստեղ մենք արդարադատություն իրականացնելու հետ գործ չունենք, այստեղ մանր վրեժխնդրություն է ուղղված Նարեկի Վազգենի դեմ, որը տարիների ընթացքում կուտակվել եւ հասել է այս վիճակի։ Ձեր ուղերձներից մեկում նաեւ պայքարի կոչ էի կարել, որպեսզի նաեւ ձեզ սատարեն, ձեր թիկունքում կանգնեն, այդ թվում նաեւ ընդդիմադիր ուժերը, որևէ մեկը ձեզ սատարում է Նարեկի այս հարցում պայքարելու համար։ Ես բազմաթիվ ծանոթ անծանոթ մարդկանց կողմից, հիմնականում անծանոթ մարդկանց կողմից սատարման խոսքեր եմ ստացել, բոլորը պատրաստ են, բայց այս տարիների ընթացքում այդ բոլոր մարդիկ երկար տարիներ պայքար մղել են։ Մարդիկ կան, որ արդեն էլ սպասում են, տեսնեն, թե ինչ որ մի հրաշք պետքա լինի, որ այս իրավիճակը փոխվի։ Այդ առումով շնորհակալ եմ մարդկանց, ովքեր արձագանքում են, ովքեր անընդհատ կապի մեջ են լինում, իրենց աջակցությունն են հայտնում, ով ինչով փորձում կարողանում է օգնել, իր միջազգային ունեցած կապերն է տրամադրում, դրանք էլ են շատ բավարար։ Հանրային գործունեության մասին չեմ կարող որևէ մեկի ասել, որովհետև ամենքը պայքարում են նենց, ոնց որ ինքը ճիշտ է գտնում։ Այս իրավիճակում ես համարեցի, որ պետք է խոսեմ, որովհետև Նարեկենց փորձում էին ներկայացնել որպես խուլիգաններ, խուժաններ, ասում էին, որ իրենք խոսքի ազատության անվան տակ խուլիգանություն են իրականացնում, ինչը այդպես չէ, այսինքն հա վիրավորանքներ են հնչեցնում, ու դա այդպես չէ, որովհետև եթե դուք լրագրողներ եք ֆրանսիական, չգիտեմ, մամուլին, եթե հետևում եք իրենց պոդքասթներին հետևում եք, այնտեղի քաղաքական պոդքասթներն ուղղակի անհնար է լսելը, որովհետև հայհոյանք նախադասություն երևի չկա, որ մեջը հայհոյանք չլինի, անգամ ուղղված Մակրոնին կամ իրենց իշխան, բայց այդտեղ որևիցե մեկը քննադատության չի ենթարկվում, քրեական հետապնդման չի ենթարկվում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում էլ է ծանր վիրավորանքը ինքը ապաքրեականացված է, եթե անգամ ծանր վիրավորանք իրենք հնչեցրած լինեն, դա ինչով է
խուլիգանություն։ Խուլիգանություն անում են իշխանավորները, խուլիգանություն անում են մայրտաճար ներխուժած խուժանը, որը որ բարձրացել էր տապանակարերի վրա, կոտրում էր վեհարանի դուռը։ Այդ դրանք խուլիգանություն են։ Տավրոս Սափոյանի պահվածքը դա խուլիգանություն է, որովհետև հայոյանքներ, սեռական բնույթի հայոյանքները հնչեցնում բազմամարդ տարածքում։ Իսկ Նարեկն ու Վազգենն իրենց քննադատական խոսքը հնչեցնում էին YouTube-ում հեռարձակվող, ոչ թե պետական հեռուստաալիքով հեռարձակվող, YouTube-ում հեռարձակվող հաղորդման շրջանակներն, որը եթե դուրս չգալի, կարող ես չնայել։ Այդտեղ դու չես կարող ենթարկվել խուլիգանական հարձակման։ Դուրս չգալիս մի նայ։ Այսինքն շատ այստեղ պրիմիտիվ բաներ են, որոնք որ մարդիկ չեն տեսնում, որոնք որ լուն ուխտ են սարքում ու ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանին։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, նշենք, որ անտիֆեյքի թիմը շարունակում է բողոքի ակցիաների պաշտպանություն քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի եւ անժամկետ հացադուլի մեջ գտնվող Վազգեն Սամսոնյանի նրանք հացադուլ են այս պահին բողոքի ակցիային այս պահին իրականացնում հացադուլ դատական ապօրինության դեմ խորագրով ակցիան, որը իրականացնում են բարձրագույն դատական խորհրդի մոտ եւ Նարեկ Սամսոնյանի փաստաբան անտիֆեյք AM կայքի լրատվական խմբագիտ գլխավոր խմբագիտ Աստղիկ Մաթևոսյանը հայտարարեց, որ իրենց նպատակը այսօրվա ակցիան բարձրագույն դատական խորհրդի շենքի առջևային է, որպեսզի բարձրագույն դատական խորհուրդը թույլ չտա ապօրինություններ դատական համակարգում չեզոքություն դրսևորի եւ քայլեր ձեռնարկի, որպեսզի անհապաղ ազատ արձակվի Վազգեն Սաղաթելյանը եւ անժամկետ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը։ Ես իմ բողոքի ակցիան եմ ուզում հայտարարել բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ իշխանական բռնաճնշումների դեմ եւ ուզում եմ հնարավորինս արդարադատությունը շուտ գործի, այդ թվում այսօր առողջական կյանքի վտանգի առաջ է կանգնած Սամսոնյան Նարեկը հացադուլի հետ պահված ու հույս ունեմ մեր այս ակցիաներով, ակտիվ պայքարներով կփորձենք հասնել արդարության, գոնե նմանատիպ այս բիրտ մեջոցներով չփորձեն բռնաճնշումների ենթարկել։ Ոչ միայն Նարեկին, այլ բոլոր քաղբանտարկյալներին։ Տեսեք, ինչպես ես շեշտեցի, սա առաջին անգամ չէ, տարբեր ակցիաներ են տեղի ունեցել, բայց դեռևս կարծես թե անարձագանք։ Դուք ասում եք, այս ակցիաներով հնարավոր կլինի արդարության հասնել։ Արդյոք այդպես է։ Գիտեք ինչ կա, եթե նույնիսկ արդարություն չհասնեն, գոնե մենք պիտի ցույց տանք, որ ընդդիմանում ենք ու պիտի չհամակերպված շարունակենք էլի մեր կյանքով ապրելը, որտեղ նման ակցիաները, նման պիկետները եւ այլն որոշակի զգոնություն են մտցնում, որ ոչ ոք միայնակ չէ եւ անտեսված չէ։ Սրանով այս ակցիաներով նաեւ մեր ընկերներին ցույց ենք տալիս, որ թեկուզ դրսից մենք իրենց կողքին ենք եւ կլինենք միշտ։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, նաեւ տեղեկացնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ գրառում արել հայտարարելով, որ այս պահին լսենք Դավիթ Ֆիդանյանի ապարտում եւ մենք մեր բողոքի միջոցառումը եւս մեկ անգամ նշեմ մեր պահանջը անհապաղ գործուն քայլեր իրականացնել քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ազատ արձակման համատեքստում ազատություն 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 Հարգելի գործընկերներ, ինչպես խոսքի սկզբում ասացի, պարոն Մելիքյանի գրառման հետ կապված, մենք հաջորդիվ կհայտարարենք մեր հրատապ գործողությունների մասին եւ կտեղեկացնենք ինչպես ենք շարունակում ընթացքը, որովհետեւ ինչպես արդեն տեղյակ եք, գործ ունենք մարդու առողջությանը եւ կյանքին սպառնացող վտանգի հետ եւ պետք է գործենք հրատապությամբ։ Մենք մեր գործողությունների մասին կհայտարարենք հաջորդիվ։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, նշենք, որ անտիֆեյք մի թիմը ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի եւ անժամկետ հացադուլի մեջ գտնվող Վազգեն Սամսոնյանի
Բողոքի ակցիաներ էր իրականացնում այս ընթացքում, այս պահին նրանք հացադուլ դատական ապօրինության դեմ խորագրով ակցիա իրականացրեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ եւ ինչպես Նարեկ Սամսոնյանի փաստաբան Anti-Fake AM լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը հայտարարեց, իրենք Բարձրագույն դատական խորհրդից ակնկալում են, որպեսզի նա թույլ չտա այն ապօրինությունները, որ այսօր տեղի է ունենում դատական համակարգում եւ Սամսոնյանի եւ Սաղաթելյանի նկատմամբ քայլեր ձեռնարկի, որպեսզի դատական համակարգը չեզոքություն դրսևորվի եւ անհապաղ ազատ արձակեն արդեն մի քանի օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին։ Նաև տեղեկացնենք, որ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ գրառում է արել հետևյալ ահազանգը հնչեցնելով, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մոտ արկա է առողջական լուրջ խնդիրներ, որը հացադուլի հետևանքների հետ զուգորդված լուրջ ռիսկեր է պարունակում։ Քիչ առաջ տեսակցեցի Նարեկին, հիմա էլ պատրաստվում եմ խոսել բանտային բժշկական ծառայության ներկայացուցչի հետ, գրել է Ռուբեն Մելիքյանը։ Աստղիկ Մաթևոսյանն էլ հայտարարեց, որ իրենց գործողությունների մասին կհայտարարեն առաջիկայում, քանի որ գործ ունեն քրատապության խնդրի հետ եւ Նարեկ Սամսոնյանը գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։ Այսքանը, շնորհակալ ենք մեր ուղիղ եթերին հետևելու համար։